Միացյալ Նահանգների Կապիտոլիումի շենքում այս խորհրդանշական օրը կրկին բարձրացվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, ռազմագերիների եւ քաղաքացիական պատանդների հարցը։ Ադրբեջանի բռնապետությունն արդեն 1000 օր է ապօրինաբար պատանդարել է մեր հայրենակիցներին։ Հայդատի Ամերիկայի հանձնախմբի նախաձեռնությամբ կոնգրեսի հայկական հարցերով խմբի փոխնախագահ Բրեդ Շերմանը, կոնգրեսականներ Ջիմ Քոստան, Ջուդի Չուն ու Լորա Ֆրիդմանը Միացյալ Նահանգների կոնգրեսում հրավիրել են մամուլի ասուլիս, որի ժամանակ հայ երիտասարդները կրել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկարներով շապիկներ։ In 2023, Azerbaijan's military 2023-ին Ադրբեջանի ռազմական գործողությունները հասան գագաթնակետին, իրականացնելով 9-ամսյա բլոկադա, թույլ չտալով սննդի, դեղորայքի ու վառելիքի մուտքը Արցախ։ Այնուհետև նրանք իրականացրին ավելի քան 100,000 հայերի էթնիկ զտում Արցախում, որտեղ հայերն ապրել են 2000-3000 տարի։ Տեղահանության ժամանակ ադրբեջանական ուժերը ձերբակալեցին տասնյակ էթնիկ հայերի, այդ թվում ժողովրդավարական ընտրությամբ ընտրված ղեկավարությանը։ Արդեն 1000 օր է, ինչ նրանք անօրինական պահվում ու կտանքների են ենթարկվում այն դեպքում, երբ պատերազմը վաղուց ավարտվել է, ասում է Շերմանը։ Նրա պնդմամբ կեղծ ու շինծու դատավարությանը ներկայացած հայ գերիների վրա խոշտանգումների հետքեր են եղել։ Շերմանը վստահեցրել է, նույնիսկ Ադրբեջանի բնակիչները չեն կարող ակնկալել արդար դատավարություն երկրում տիրող անարդար դատական համակարգի պատճառով։ Հայ ռազմագերիների միակ մեղքն այն է, որ հավատացել են, որ Արցախի բնիկ հայերն ունեն արժանապատվության, ինքնավարության ու ինքնորոշման իրավունք։ Միացյալ Նահանգների համար խիստ կարևոր է բարձրաձայնել ու պաշտպանել անհապաղ եւ առանց նախապայմանների բոլոր հայ ռազմագերիների ազատ արձակման պահանջը։ Ըստ Բրեդ Շերմանի, Միացյալ Նահանգների վարչակազմը ցանկանում է տևական խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում, սակայն չի կարող տևական խաղաղություն լինել, քանի դեռ հայ ռազմագերիներն ազատ չեն արձակվել։ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պատրաստվում է քննարկել Բրեդ Շերմանի օրենսդրական փոփոխության առաջարկը, որում Ադրբեջանից պահանջվում է անհապաղ եւ առանց նախապայմանի ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին ու պատանդարված անձանց։ I also made it my mission Իմ առաքելությունն եմ համարել Հայաստան այցելել, որովհետև մեծ պատիվ եմ ունեցել Արցախում լինել։ Ես այն քիչ կոնգրեսականներից եմ, ով այցելել է Արցախ նախքան արցախցիների բռնի տեղահանությունը։ Ադրբեջանն ինձ զգուշացրել էր չգնալ Արցախ, որովհետև բացասական հետևանքներ կլինեն։ Բայց ես գնացի։ Մենք պետք է երաշխավորենք, որ Արցախի ժողովուրդը կարող է վերադառնալ եւ պետք է ապահովենք ռազմագերիների վերադարձը։ Այսօր մենք հստակ ուղերձ ենք հղում, որ պատանդներին ու նրանց ընտանիքներին չենք մոռացել։ Կոնգրեսական Լորա Ֆրիդմանը խոսել է ոչ միայն մարդկային, այլև մշակութային շերտի ոչնչացման մասին։ Ոչնչացված հուշարձանները չափազանց կարևոր են ոչ միայն հայերի, այլև աշխարհի համար։ Այդ հուշարձանների պղծումը մշակութային էթնիկ զտում է։ Սա մի բան է, որը չպետք է հանդուրժել։ Շարունակելու ենք պետքարտուղար Ռուբիոյին կոչ անել, ապահովել բռնի տեղահանված հայերի վերադարձը Արցախ, ինչպես նաև շարունակելու ենք մեր պայքարը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու նպատակով։ Կոնգրեսական Ջիմ Քոստայի պնդմամբ շատ կարևոր է չմոռանալ ու աշխարհին անդադար հիշեցնել բռնապետության հանցանքների մասին։ Սա միջազգային օրենքի ու մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտում է։ Ադրբեջանի գործողությունները հանցագործություն են մարդկության դեմ, որն աշխարհը չպետք է մոռանա։ Այս շաբաթ կոնգրեսը գործելու հնարավորություն ունի։ Ես էլ իմ օրինագծի առաջարկն ունեմ, որով պահանջում ենք պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին ու ազատ արձակել գերիներին։ Քոստայի առաջարկը ներառում է նաև դրույթ, որով արգելվում է Միացյալ Նահանգների անվտանգության ոլորտում ցանկացած աջակցություն Ադրբեջանին, ինչպես նաև պահանջում ադրբեջանական զորքերի դուրսբերում Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Հայ ռազմագերիների անօրինական պատանդարման 1000-րդ օրվա առիթով գրառում է արել նաև Ադամ Շիֆը։ Հայ ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքն ու կամայական կալանքը մարդու իրավունքների եւ միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, գրել է նա, կոչ անելով օգտագործել բոլոր դիվանագիտական միջոցները Ադրբեջանին ու Ալիևի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու համար։ Ամերիկայի հայկական համագումարը դատապարտել է Միացյալ Նահանգների կոնգրեսում նախատեսված Բաքվի նախաձեռնության խմբի
խմբի ադրբեջանական միջոցառումը։ Կազմակերպությունը զգուշացրել է նման նախաձեռնությունները կարող են լեգիտիմացնել ադրբեջանական նարատիվները, որոնք ժխտում կամ նսեմացնում են Արցախի հայերի բռնի տեղահանությունն ու շեղում ուշադրությունը հայ գերիների, մարդու իրավունքների ու արդարության չլուծված հարցերից։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։